Եսայի մարգարեություն, գլուխ 16 Մովաբը օգնություն է խնդրում Երուսաղեմից։ Միթե Սիոնի դստեր լեռը ավերակ ապարաժե լինելու։ Մովաբացիների դուստր, դու պիտի լինես ինչպես թռած թռչնի անտեր մնացած ձագը, սակայն դու էլ Արնոն փոքր-ինչ երկար մտածիր նրանց համար սգո տներ կառուցելու, որոնք կարծես խավարի մեջ միջօրեի ժամին հանապաս փախչում են։ Նրանք զարհուրած են, բայց դու չես առաջնորդում։ Մովաբի փախստականները քեզ մոտ են պանդխտելու, հալածողից քեզ մոտ են ապավինելու, քանզի ընկավ քո մարտակից ընկերը, կորավ իշխանը, որ ոտքի տակ էր տալիս երկիրը։ Ողորմածությամբ պիտի հաստատվի աթոռը ու նրա վրա Դավթի խորանի մեջ ճշմարտությամբ պիտի բազմի նա։ Ով դատելիս իրավունքին հետամուտ պիտի լինի, պիտի ջանա արդարություն անել։ Լսեցինք Մովաբի ամբարտավանության մասին, քանզի նա խիստ հպարտացել էր, գոռոզացել ու ողակալ դարձել։ Քո ամբարտավանությունը ես վերացրի քեզանից, բայց ոչ այնպես, ինչպես քո կախարդությունը, և ոչ էլ այնպես, ինչպես նրանք, որ Մովաբի ողբն են անում։ Մովաբի վրա պիտի ողբան բոլոր նրանք, որոնք բնակվում են Դեսեթում, պիտի մրմնջան ու չամաչեն, քանզի Եսեբոնի դաշտերն ու Սեբիմայի այգիները նվազեցին, ազգերի իշխանները կոտորեցին նրա ընտիր որդատունկերը, որոնք հասնում էին մինչև Յազեր տարածվում անապատում, և նրանց շառավիղները ձգվելով անցնում ծովից այն կողմ։ Մտքի հստակության համար այս համարում հետևել ենք եբրայերեն բնագրին։ Դրա համար էլ Յազերի լացով պիտի լամ Սեբիմայի այգիների վրա, ով Եսեբոն և Ելեյլա, ձեր ծառերը կոտորվեցին, որպեսզի ձեր հունձն ու այգեկութը վերանան, և ամեն ինչ կործանվի։ Ուրախությունն ու ցնծությունը պիտի վերանան այգիներից, ձեր այգեստանում ուրախություն չի լինելու, ձեր հնձաններում գինին չեն քամելու, որովհետև էլ այգեկութ չի լինի։ Ահա թե ինչու իմ աղիքները քնարի նման պիտի հնչեն Մովաբի համար, իսկ իմ փորը իբրև պարիսպ նորոգեցիր, և դա քեզ համար պիտի լինի ամոթանք։ Որովհետև Մովաբը տանջվեց իր մեհյաններում և ուխտավորի նման պիտի մտնի իր ձեռակերտ կռատների մեջ, որոնք չպիտի կարողանան փրկել նրան։ Սա է այն խոսքը, որ Տերը մի ժամանակ ասաց Մովաբի մասին և այժմ նորից խոսեց ասելով. 3 տարվա ընթացքում վարձկանի տարիների պես պիտի անարգվի Մովաբի փառքը իր ողջ անսահման մեծությամբ և նա պիտի դառնա սակավամարդ ու աննշան։ Աստված պատժելու է Դամասկոսն ու Իսրայելը։ Պատգամ Դամասկոսի մասին։ Դամասկոսն ահավասիկ պիտի վերանա քաղաքների միջից, պիտի կործանվի, հավիտյան լքված պիտի դառնա հոտերի մակաղատեղի և նախիրների հանգրվան, և ոչ ոք չի լինելու, որ քշի նրանց։ Այլևս Եփրեմի համար այն չի դառնալու ամուր ապաստան, այլևս թագավորություն չի մնալու Դամասկոսում, և ոչ էլ ասորիներից կենդանի մնացածներն են այնտեղ ապրելու, որովհետև նա ավելի լավ չէ, քան իսրայելացիներն ու նրանց փառքը։ Այսպես է ասում Զորությունների Տերը. այն օրը Հակոբի փառքը պիտի նսեմանա, նրա փառքի մեծությունը պիտի սասանվի, այնպես պիտի լինի, ինչպես եթե մեկը կանգնած ցորենը խուրձ հավաքի իր գիրկը, ապա նրա հետևից ընթանա հասկաքաղը, կամ եթե մեկը հաստատության հովտում հասկ քաղի, ապա այնտեղ մնա խոզանը,
կամ էլ նմանվելու է այն ձիթենուն, որի բարձր ճյուղերին մնացել է 2-3 պտուղ։ 4-5 հատ էլ նրա ոստերին, այսպես է ասում Տեր Աստված։ Այն օրը մարդն իր հույսը դնելու է իր արջի վրա և նրա աչքերը պիտի նայեն Իսրայելի սրբին, այլևս չպիտի ապավինեն Մեդիաններին և ոչ էլ իրենց ձեռակերտ կուռքերին, որ իրենց իսկ մատները պատրաստեցին, այլ ապավինելու են Իսրայելի սրբին, ոչ իրենց սրբազան կոթողներին են նայելու, ոչ էլ իրենց գարշելի կուռքերին։ Այն օրը քո քաղաքները պիտի լքվեն և ավերակ դառնան, ինչպես որ Իսրայելի զավակների երեսից անհետացան ամորհացիներն ու խևացիները։ Քանի որ դու թողեցիր քո Փրկիչ Աստծուն և չհիշեցիր Տիրոջը քո օգնականին, դրա համար էլ անհավատ տունկ և անհավատ սերմ պիտի տնկես, այն օրը երբ տնկես պիտի մոլորվես, եթե անգամ կանուխ սերմ անես, պիտի ծաղկի ամռանը, այն օրը պիտի կտակելու ես, ինչպես հայրն է ժառանգություն թողնում իր որդիներին։ Աստված հանդիմանում է ազգերին։ Վայ ձեզ բյուրավոր ազգերի բազմություններ, այնպես պիտի խռովվեք, ինչպես ալեկուտակ ծովը, բյուրավոր ազգերի ալիքները պիտի շառաչեն ջրերի նման, բյուրավոր ազգերը նման են հորդառատ ջրերի, առատաբուխ ջրերի բուռն հոսանքների, բայց Տերը նրանց պիտի խեղճացնի և հալածի հեռու, հարդի մղեղի պես նրանք պիտի քշվեն քամուց, անիվի փոշու նման փոթորկից հողմացրիվ պիտի արվեն, երեկոյան դեմ սուգ պիտի անեն, առավոտը չբացված այլևս գոյություն չեն ունենալու, այս է ձեր ավարառուների բաժինը և ժառանգությունը նրանց, որոնք կողոպտում էին ձեզ։ Վայ եթովպացի սուրհանդակներին։ Վայ եթովպացիների գետի այն կողմում առագաստներին ապավինած երկրին, որ ընծաներ են ուղարկում ծովով և մագաղաթյա հրովարտակներ ջրերի կոհակների վրայով, որպեսզի արագընթաց սուրհանդակները գնան գոռոզացած ազգերի մոտ, ազգ, որ օտար է և չար, և դրանից ավելին ոչ ոք չի կարող լինել, ազգ, որ անհույս է և ոտքի տակ տրված, և այժմ ամբողջ երկրի գետերը ինչպես աշխարհ բնակեցված են, պիտի բնակեցվի նրանց աշխարհը, երբ նշանը լեռան վրայից վերանա և լսելի լինի փողի ձայնը, քանզի այսպես ասաց ինձ Տերը, զգույշ պիտի լինեն իմ քաղաքում, ինչպես միջօրեի տոթ արևից կամ ամառային օրերի անձրևաբեր ամպից, նախքան հունձը և ծաղիկը բողբոջելու լինի, երբ խաղողի ծաղիկը բացվի ու ազոխ դառնա, մանր մունր ողկույզները պիտի կտրեն մանգաղով, ճյուղերը պիտի հատեն ու դեն նետեն, ամեն ինչ պիտի թողնեն երկնքի թռչուններին և երկրի գազաններին, նրանց վրա պիտի հավաքվեն երկնքի թռչունները, երկրի բոլոր գազանները պիտի հասնեն նրանց վրա։ Այն ժամանակ զորությունների Տիրոջ ընծաներ պիտի մատուցվեն տանջված ու խոնարհ ժողովրդի կողմից, այդ օրերից հետո և հավիտենական ժամանակներում մեծ ժողովրդի կողմից, մի ազգից, որ ոտնատակ է տրվել, բայց հույսով է մնացել և ապրում է իր աշխարհում գետի այն կողմում, այն տեղում, ուր կոչվեց զորությունների Տիրոջ անունը Սիոն լեռան վրա։ Աստված պատժելու է Եգիպտոսը։ Գլուխ 19 Տեսիլք եգիպտացիների վրա, ահավասիկ Տերը բազմած թեթևասահ ամպերի վրա գալու է Եգիպտոս, եգիպտացիների կուռքերը նրա ահից պիտի դողան, նրանց սրտերը պիտի հուսալքվեն, եգիպտացիները ելնելու են եգիպտացիների դեմ, պատերազմելու են եղբայրը եղբոր, ընկերը ընկերոջ, քաղաքը քաղաքի, գավառը գավառի դեմ։ Եգիպտացիների հոգիները պիտի խռովվեն, նրանց խորհուրդը պիտի ցրեմ, և նրանք հարցում պիտի անեն իրենց աստվածներին ու կուռքերին, իրենց մեռելահարցուկներին ու վհուկներին։ Եգիպտացիներին պիտի մատնեմ խստասիրտ մարդկանց ու տերերի ձեռքը,
Դաժան թագավորները պիտի տիրեն նրանց, այսպես է ասում ահա զորությունների Տերը, եգիպտացիները ծովափնյա ջրակույտերից են խմելու, որովհետև գետը նվազելու է և ցամաքելու, գետերն ու գետերի ջրադարսները քաշվելու են, հավաքված բոլոր ջրերը ցամաքելու են և բոլոր մագագետինները եղեգի ու կնիվնի բոլոր խիտ թավուտներն ու լոռամարգերը գետի եզերքներին եղած ողջ կանաչը և բոլոր հերկերը, որոնք գետի ջրով են մշակվում, խորշակահար չորանալու են։ Ձկնորսները տրտմելու են գետի մեջ, բոլոր կարթ գցողները հոգոց են հանելու, ցանց ու ուռկան գցողները սուգ են անելու, ամաչելու են նաև բարակ կտավ մանող կտավագործները և նրանք, որ բեհեզ են գործում։ Բոլոր արհեստավորները տրտմությամբ են համակվելու, բոլոր տարազագործները տխրելու են և նրանց սրտերը ցավելու են։ Տայանի իշխանները, թագավորի իմաստուն խորհրդականները հիմարանալու են, նրանց ժողովը դառնալու է անմիտ։ Էլ ինչպես կասեք արքային, իմաստունների զավակներ ենք մենք, նախկին թագավորների զավակներ, արդ ուր են քո իմաստունները, թող պատմեն քեզ և ասեն, թե ինչ խորհուրդ խորեց զորությունների Տերը Եգիպտոսի մասին։ Տայանի իշխանները հիմարացան, Մեմփացիների իշխանները մեծամտացան, որոնք մոլորեցնելու են եգիպտացիներին իրենց բոլոր ցեղերով։ Տերը մոլորության ոգի խառնեց նրանց, և նրանք Եգիպտոսն ամեն բանի մեջ մոլորեցրին այնպես, ինչպես մոլորվում է այն հարբածը, որ փսխում է, և թող եգիպտացիներն այլևս գործ չունենան, ոչ հետո և ոչ էլ առաջ, եբրայերենում եգիպտացիները թող խորհրդական չունենան ոչ մեծ և ոչ փոքր, ոչ սկզբում և ոչ էլ վերջում։ Եգիպտոսը պաշտելու է Տիրոջը։ Այն օրը եգիպտացիները պիտի դառնան կանանց նման, դողալով և զարհուրելով զորությունների Տիրոջ ձեռքից, որ երկարելու է նրանց վրա, իսկ Հրեաստան երկիրը պիտի ահի մատնի եգիպտացիներին, և ամենքն էլ, ովքեր այդ երկրի անունը տալու լինեն, նրանց մոտ պիտի սարսափեն այն խորհրդից, որ զորությունների Տերը խորհեց իրենց մասին։ Այն ժամանակ եգիպտացիների երկրում պիտի լինի 5 քաղաք, որտեղ մարդիկ խոսելու են քահանացիների լեզվով և երդվելու են զորությունների Տիրոջ անունով։ Մի քաղաքը կոչվելու է Ասեդեկ քաղաք, այն օրը Տիրոջ զոհասեղանը լինելու է եգիպտացիների երկրում, նրանց սահմաններում Տիրոջ պատվին կանգնեցվելու է հուշակոթող, որը եգիպտացիների երկրում Տիրոջ համար հավիտենական նշան է լինելու։ Իրենց նեղությունների պատճառով նրանք պիտի աղաղակեն Տիրոջը, և Տերը նրանց մոտ պիտի ուղարկի մի մարդու, որը պիտի փրկի նրանց, դատաստանով է փրկվելու նրանց։ Տերը հայտնի պիտի դառնա եգիպտացիներին, և այն օրը եգիպտացիները պիտի ճանաչեն Տիրոջը և մատուցեն զոհեր և ընծաներ, ուխտ պիտի դնեն Աստծուն և կատարեն այն։ Տերը մեծամեծ հարվածներ պիտի հասցնի եգիպտացիներին, բայց և պիտի լսի և բժշկի նրանց, ու նրանք պիտի դառնան դեպի Տերը, որը պիտի լսի ու բժշկի նրանց։ Այն օրը Եգիպտոսից դեպի Ասորեստան ճանապարհ պիտի լինի, ասորեստանցիները պիտի մտնեն Եգիպտոս, եգիպտացիներն էլ պիտի գնան ասորեստանցիների մոտ, եգիպտացիները պիտի ծառայեն ասորեստանցիներին, եբրայերենում եգիպտացիները և ասորեստանցիները միասին պիտի պաշտեն Աստծուն։ Այն օրը Իսրայելը եգիպտացիների ու ասորեստանցիների շարքում երրորդը պիտի լինի։ Օրհնության արժանանալով այն երկրում, որն օրհնելու է զորությունների Տերը, ասելով օրհնյալ լինի իմ ժողովուրդը, որը Եգիպտոսում է և Ասորեստանում, օրհնյալ լինի իմ ժառանգությունը Իսրայելը։ Գլուխ 20. Եսային շրջում է Մերկ ու Բոկոտն։ Այն տարին, երբ Տանաթանը Ասորեստանի Առան արքայի կողմից ուղարկվելով եկավ Ազոտոս, պատերազմ մղեց Ազոտոսի դեմ և գրավեց այն, ահա այն ժամանակ Տերը խոսեց Ամոսի որդի Եսայի հետ և ասաց. «Գնա և քուրձդ հանիր քո մեջքից
եւ հողաթափերը դարձակիր քո ոտքերից, այդպես էլ արեց քայլելով մերկ ու բոկոտն, եւ Տերն ասաց. ինչպես որ իմ ծառա Եսային քայլեց մերկ ու բոկոտն, այդպես 3 տարի եգիպտացիների ու եթովպացիների համար հրաշքներ ու նշաններ պիտի լինեն։ Թող հասկանան, որ այդպես Ասորեստանի արքան գերի է տանելու եգիպտացիներին ու եթովպացիներին, երիտասարդներին ու ծերերին մերկ ու ամոթույքը բաց խայտառակելով եգիպտացիներին, եւ պարտության մատնված եգիպտացիները պիտի ամաչեն եթովպացիների պատճառով, նրանց վրա հույս է դրել եւ որոնք նրանց համար զորություն են, ապա այն օրը այդ կղզու բնակիչները պիտի ասեն. ահավասիկ մենք մեր հույսը դրել էինք սրանց վրա, ապավինել սրանց օգնությանը, բայց սրանք իրենց անձն անգամ չկարողացան փրկել Ասորեստանի արքայից, իսկ մենք ինչպես պիտի փրկվենք։ Գլուխ 21 Մարգարեություն Բաբելոնի անկման մասին։ Տեսիլք ծովափնյա անապատի վրա։ Ինչպես անապատով անցնող մերիկ, այդպես նա եկավ անապատային երկրից։ Ահավոր էր եւ սարսափելի այն տեսիլքը, որ երևաց ինձ։ Անարգողն անարգում է, անիրավը անիրավություն գործում, ինձ վրա հարձակվեցին Էլամացիք, ինձ վրա եկան պարսից պատգամավորները, հեծեցում եմ ու ինքս ինձ քաջալերում, ահա թե ինչու մեջս սարսուռ ընկավ, ցավերը բռնեցին ինձ, ինչպես ծննդկան կնոջը, փախա որպեսզի չլսեմ, շտապեցի որպեսզի չտեսնեմ, միտքս շվարեց, հանցանքի զգացումը պատեց ինձ, մարմինս դող ընկավ, նայիր թե ինչ դիտավորություն ունես, սեղան պատրաստիր, կեր խմիր, եկեք իշխաններ պատրաստեցեք ձեր վահանները, քանզի այսպես ասաց ինձ Տերը, ինքդ անձամբ գնա, դետ եղիր, ինչ որ տեսնես կպատմես։ Եվ ես տեսա 2 հեծյալ, մի հեծյալը էշի վրա, մյուսը հեծյալը ուխտի։ Մեծ ուշադրությամբ ականջ դրեցի Ուրիային, կանչիր քո դիտանոցը ասաց Տերը, ու ամբողջ ցերեկը եւ ողջ գիշերը հետևեցի բանակին, եւ տեսա, որ գալիս է նույն հեծյալ զույգը, ձայն տալով եւ ասելով. ընկավ, կործանվեց Բաբելոնը, նրա բոլոր արձաններն ու կուռքերը գետին տապալվեցին, լսեցեք կենդանի մնացածներ եւ տանջվածներ, լսեցեք այն, ինչ ես լսեցի զորությունների Տիրոջից, ինչ մեզ պատմեց Իսրայելի Աստվածը։ Պատգամ Եդոմի մասին։ Տեսիլք Եդոմացիների վրա։ Մի ձայն ինձ կանչում էր Սեիր լեռան վրայից, պահպանեցեք պարսպաբուրգերը։ Ես կպահպանեմ առավոտ ու գիշեր, եթե դու ինձ հարցնես հարցրու եւ եկ ինձ մոտ բնակվիր։ Պատգամ արաբացիների մասին։ Գիշերները կննջես անտառում, Դոդանիմի ճանապարհին, ընթառաջ եկեք եւ ջուր բերեք ծարավացներին, ով Թեմանի բնակիչներ, հացով ընթառաջելեք փախստականներին, որովհետև անթիվ են սպանվածները եւ բազում մոլորյալները, անթիվ են սրերը եւ բազում լարված աղեղները, որովհետև բազմաթիվ են պատերազմում ընկածները։ Այսպես ասաց ինձ Տերը, եւս մի տարի նման վարսկանի տարվան եւ կվերանա Կեդարի որդիների փառքը։ Կեդարի աղեղնավորը եւ զորավոր որդիներից մնացածները եւս սակավաթիվ կլինեն, քանզի Իսրայելի Տեր Աստվածը խոսեց։ Գլուխ 22 Պաշարողները մոտենում են։ Պատգամ Սիոնի հովտի մասին։ Ինչ եղար, ինչ պատահեց քեզ, այժմ ինչու դուք բոլորդ իզուր տանիք բարձրացաք, ձեր քաղաքը լցվեց գուշկաններով, ով պերճացյալ քաղաք, քո վիրավորները սուսերով վիրավորվածներ չեն, եւ քո դիակներն էլ պատերազմում ընկած դիակներ չեն, բոլոր իշխաններդ փախստական են դարձել, գերիալներդ խստորեն կալանավորված են, քո հզորները, որոնք հեռու էին փախել, անխտիր կապանքների մեջ են։ Դրա համար էլ ասացի. թույլ տվեք ինձ դառնորեն լաց լինեմ, մի աշխատեք ինձ մխիթարել։
Իմ ժողովրդի դստեր կործանման առիթով արդարև Սիոնի հովտում զորությունների Տիրոջ կողմից խռովության ոտնատակ տալու և շփոթության օր է։ Մեծ ու փոքր առհասարակ մոլորված տարուբերվում են լեռների վրա, իսկ էլամացիները կապարշներ առած, ձի հեծած և հարձակվող գնդերով պիտի գան, և քո ընտիր հովիտները պիտի լցվեն կառքերով, հեծյալները երիվարներով պիտի խցանեն քո դռները, նրանք պիտի կործանեն Հուդայի երկրի դարպասները, և այն ժամանակ պիտի տեսնեն քաղաքի ընտիր ապարանքները, ի հայտ պիտի բերեն Դավթի բարձր ապարանքի գաղտնի անցքերը և պիտի տեսնեն, որ դրանք շատ են։ Հին ջրմուղը պիտի շուռ տան դեպի քաղաք, պիտի քանդեն Երուսաղեմի ապարանքները քաղաքի պարիսպներն ամրացնելու նպատակով, իսկ դուք երկու պարիսպների մեջտեղը հին ջրմուղից ավելի ներս պիտի ջուր հանեք ձեզ համար, առանց հայացքն ուղղելու նրանց, որ առաջուց շինել էր այն, առանց նրա հիմնադրողին հեռվից հեռու ճանաչելու, այն օրը զորությունների Տերը կանչեց լաց ու կործանելու, ողբալու մազերը պոկոտելու և քուրձ հագնելու, իսկ նրանք ուրախություն ու ցնծություն արեցին, արջառներ էին սպանում, ոչխարներ էին մորթում, որպեսզի միս ուտեն, գինի խմեն և ասեն ուտենք և խմենք, որովհետև վաղը մեռնելու ենք, բայց դա հասնելու է զորությունների Տիրոջ ականջին և ձեր այդ մեղքերին մինչև ձեր մահը թողություն չի տրվելու, ասում է զորությունների Տերը։ Մարգարեություն Սոմնասի մասին։ Այսպես է ասում զորությունների Տերը. դու գնա մտիր դիվան Սոմնաս հանդերձապետի մոտ և ասա նրան. ինչու ես եկել այստեղ, ի՞նչն է բերել քեզ այստեղ, դու քեզ համար գերեզման ես փորել, այստեղ ժայռի մեջ քեզ համար օթևան ես շինել։ Հավասիկ զորությունների Տերը դուրս պիտի հանի ու սպանի քեզ, ով մարդ, պիտի մերկացնի քեզ քո պատմությանից և փառապսակից, քեզ պիտի նետի մեծ անսահման երկիրը և այնտեղ դու պիտի մեռնես, քո շքեղ կառքերը անարգանքի առարկա պիտի դարձնի, քո իշխանական տունը ոտնատակ պիտի տա, քո դիրքից ու աստիճանից պիտի զրկվես, այն օրը պիտի կանչեմ իմ ծառա Եղիակիմին, Քեխկիայի որդուն, նրան պիտի հագցնեմ քո պատմուճանը, պիտի տամ նրան քո պսակ ներճոխությամբ, քո հազարապետությունը նրա ձեռքը պիտի տամ, և թող նա հայր դառնա Երուսաղեմի և Հուդայի երկրի բնակիչների համար, Դավթի բանալիները պիտի տամ նրան, նա պիտի իշխի և ոչ ոք չի կարողանալու նրան հակառակ կանգնել, նրան իշխան պիտի կարգեմ հաստատուն մի տեղ, և թող նա բազմի իր հոր տան փառքի աթոռին, և նրան ապավինեն իր հոր տան բոլոր պատվավոր մարդիկ, փոքրից մինչև մեծը, բոլոր անոթները, մանր թե մեծ, մինչև կարասները նա պիտի բացի և ոչ ոք չի կարողանալու փակել, պիտի փակի և ոչ ոք չի կարողանալու բացել, այն ժամանակ ամեն ինչ կախված է լինելու նրանից, այսպես է ասում զորությունների Տերը, աներեր մարդը պիտի շարժվի իր հաստատուն տեղից, պիտի ընկնի ու կործանվի և նրա փառքը պիտի վերանա նրանից, քանզի Տերը խոսեց։
Եսայու մարգարեություն, գլուխ 23, Տիրոսի կործանումը։ Պատգամ Տիրոսի մասին։ Ողբացեք Կարքեդոնի նավեր, քանզի կարքեդոնացիները կործանվեցին, եւ այլևս չեն վերադառնա գիտացիների երկրից, ուր գերության քշվեցին։ Ում են նման այդ կղզու բնակիչները, նման են փյունիկեցի վաճառականներին, որոնք անցնում են ծովով ու մեծ ջրերով, վաճառականների սերունդ են, ինչպես ամռանը հունձն է հավաքվում, այդպես են այդ վաճառականները ազգերի համար։ Ամաչիր Սիդոն, ասում է ծովը, ծովի զորությունն էլ ասում է, միթե ես երկունքի ցավով չեմ բռնվել, չեմ ծնել երիտասարդներ, չեմ սնել կույսեր, չեմ մեծացրել։ Երբ լուրը Եգիպտոսի երկիրը հասնի, վիշտը պիտի պատի նրա Տիրոսի համար։ Գնացեք Կարքեդոն, դուք, որ այդ կղզու բնակիչներն եք, ողբացեք, արդյոք սկզբից իսկ ձեր այդ ամբարտավանությունը չէր, որ նրա մատնության պատճառ դարձավ։ Նա իր իսկ ոտքերով հեռավոր պանդխտության պիտի քշվի, իսկ այդ բանն ով մտածեց Տիրոսի մասին, միթե նա հետին մեկն էր կամ տկար մի ոգ, նա նրա վաճառականները քանանացիների պատվավոր մարդիկ էին, նրա առևտրականները երկրի իշխաններն էին, զորությունների Տերը մտածեց վերջ տալ ականավոր մարդկանց ողջ ամբարտավանությանը և երկրի երեսին անարգանքի ենթարկել բոլոր պատվավորներին։ Քո հողը մշակիր, որովհետև այսուհետև նավերը չեն գալու Կարքեդոնից, քո ձեռքի զորությունը այլևս չի երևալու ծովի վրա։ Դու, որ սարսեցնում էիր թագավորներին, զորությունների Տերը Քանանի համար հրամայեց կործանել նրա հզորությունը։ Պիտի ասեն, թե էլ չշարունակենք թշնամանքը և չզրկենք Սիոնի այս կույս դստերը, ոտքի կանգնիր և ծովով անցիր, սակայն թեկուզ և դիմես դեպի Կիտիիս, այնտեղ էլ քեզ համար հանգիստ չի լինելու։ Եվ եթե Քաղդեացիների երկիրը գնաս, որը սակայն նույնպես ավերված է ասորեստանցիներից, այնտեղ ևս քեզ համար դուլ ու դադար չի լինելու։ Սիհիմը նրա հիմքը գցեց, կանգնեցրեց նրա պարսպաբուրգերը, բարձրացրեց նրա աշտարակները, բայց ահա նրա պարիսպը տապալվեց ու կործանվեց։ Ողբացեք Կարքեդոնի նավեր, քանզի կործանվեց ձեր ամրությունը, և պիտի գա մի օր, երբ Տիրոսը 70 տարի լքված պիտի լինի, այնքան, որքան մի թագավոր իշխանության ժամանակն է լինում, որքան մի մարդու կյանքի ժամանակը, ու 70 տարի հետո Տիրոսը պիտի դառնա այնպիսին, ինչպես ասվում է Պոռնիկի երգում. «Քնար վերցրու շրջիր ու կոծիր, ով դու պոռնկության լքված քաղաք, լավ նվագիր նորից ու նորից երգիր, որ քո հիշատակը մնա»։ Ու 70 տարի հետո Տերը պիտի այցելի Տիրոսին, որը նորից նույն կարգով պիտի վերահաստատվի, ինչպես առաջ էր, և այնտեղ պիտի կատարվի աշխարհի երեսին գոյություն ունեցող բոլոր երկրների թագավորների առևտուրը։ Նրա վաճառքի շահը Տիրոջը պիտի նվիրաբերվի ոչ թե առանձին մարդկանց համար պիտի հավաքեն, այլ նրա վաճառքի շահը պիտի պատկանի Տիրոջ առջև բնակվողներին, որպեսզի ուտեն, խմեն և ի նշան Տիրոջ հանդեպ իրենց երախտագիտության ուրախ լինեն։ Գլուխ 24. Ամբարտավան ժողովուրդը պիտի խոնարհվի։ Ահավասիկ Տերը ամայացնելու է աշխարհը, ավերելու է այն, խորտակելու է նրա հիմքերը և ցանուցիր է անելու նրա բնակիչներին։ Նույն բախտին պիտի արժանանան ժողովուրդը և քահանան,
Ծառան և տերը, աղախինը և տիրուհին միմյանցից չպիտի տարբերվեն գնողն ու վաճառողը, փոխատուն և փոխառուն, պարտապանը և պարտատերը։ Ամբողջովին պիտի ավերվի երկիրը, լրիվ պիտի կողոպտվի երկիրը, քանզի Տերն իր բերանով ասաց այդ. «Սուգ արա, որովհետև երկիրը կործանվեց, աշխարհն ավերվեց և ամայացավ, նրա բարձունքները սուգ մտան, երկիրն իր բնակիչներով մեղանչեց, քանզի զանց առան Տիրոջ օրենքները, խեղաթյուրեցին նրա պատվիրանները և դրժեցին հավիտենական ուխտը։ Նզով կպիտի ճարակի երկիրը, որովհետև նրա բնակիչները մեղք գործեցին, դրա համար էլ նրա բնակիչները տնանկ պիտի դառնան և սակավաթիվ մարդիկ են կենդանի մնալու»։ Անմխիթար քաղաքը պիտի սգա գինին, պիտի սգա այգին, խրախճանքով տարվածները բոլորը հոգոց պիտի հանեն, թմբուկների ցնծությունը դադարեց, ամբարիշտների հպարտությունն ու մեծությունը տեղի տվեցին, քնարների ձայները լռեցին, խմողների ամոթահար եղան և այլևս գինի չէին խմում, օղին դառնության փոխվեց նրանց համար, բոլոր քաղաքներն ավերակ դարձան, ապարանքների դռները գոց մնացին, որովհետև ներս մտնող չկար։ Ամեն տեղ գինու վրա ողբացեք, ամեն ուրախություն լռեց, վերացավ ողջ երկրի ցնծությունը, ավերակ քաղաքները պիտի լքվեն, կանգուն մնացած ապարանքները պիտի կործանվեն, այս ամենը պիտի կատարվի երկրի վրա հեթանոսների մեջ, ինչպես վերջին պտուղը քաղելու համար ճռաքաղ են անում ձիթենին, այդպես ճռաքաղ պիտի անեն և նրանց, և երբ այգեկութը դադարի, նրանք բարձրաձայն պիտի աղաղակեն։ Տիրոջ փառքի երգը։ Իսկ երկրի վրա կենդանի մնացածները միահամուռ պիտի ուրախանան Տիրոջ փառքով, և ծովի ջրերը պիտի հուզվեն, դրա համար էլ Տիրոջ փառքը պիտի պարվի ծովի կղզիները, և Տիրոջ անունը պիտի փառավորվի։ Ով Տեր Աստված Իսրայելի, երկրի ծայրերից հրաշալի օրհնություն լսեցինք, հույս բարեպաշտին, և թող ասեն ինձ համար է իմ խորհուրդը, իմ խորհուրդն ինձ ու յուրայիններիս համար է, վայ նրանց, որոնք արամարելով արամարում են օրենքները, ահը, գուբը և որոգայթը թող սպառնան ձեզ, ով երկրի բնակիչներ, ով որ ահից փախչի, թող ընկնի գուբը, և ով որ ելնի գբից, թող բռնվի որոգայթի մեջ։ Ահա բացվեցին երկնքի պատուհանները, և երկրի հիմքերը ցնցվեցին, երկիրը շփոթի ու խռովության մեջ պիտի ընկնի, երկիրը պիտի տագնապի, տարակուսի և խոնարհվի, երկիրը պիտի շարժվի և ցնցվի, ինչպես այգու պահապանի տնակ, հարբածի ու երերվողի պես պիտի գլորվի և պիտի չկարողանա ոտքի կանգնել, որովհետև նրա վրա ծանրացել է անօրենությունը։ Կայսրությունների վախճանը և Աստծո թագավորության սկիզբը։ Այն օրը Աստված իր ձեռքը պիտի տարածի երկնային լուսատուների վրա, իսկ երկրում երկրի թագավորների վրա, և պիտի հավաքեն նրա ժողովրդին և դնեն կապանքների մեջ, պիտի պաշարեն ամրոցները և շատ սերունդներ անց պիտի պատժեն նրանց, ու պիտի հալվի աղյուսը, կործանվի պարիսպը, քանզի Սիոնի լեռան վրա են Երուսաղեմում, Տերն է թագավորելու և փառավորելու ծերերի առաջ։ Գլուխ 25. Փառաբանության երգ։ Տեր Աստված իմ, ես պիտի փառաբանեմ քեզ, պիտի օրհնեմ քո անունը, քանզի սքանչելի գործեր կատարեցիր, առաջին խորհուրդը ճշմարիտ։ Այո Տեր, քաղաքները վերածեցիր հողաբլուրների,
Բերդաքաղաքներն իրենց հիմքերից կործանեցիր, թող ամբարիշտների քաղաքը հավիտենապես չվերաշինվի։ Դրա համար էլ աղքատ ժողովուրդը պիտի օրհնի քեզ, զրկված մարդկանց քաղաքները պիտի օրհնեն քեզ, որովհետև բոլոր խոնարհ քաղաքներին օգնական դարձար։ Իսկ թշվառությունից տանջվածին ապավինության հարկ չար մարդկանցից փրկելով նրանց, դու ծարավվածների համար ապավեն ես և զրկված մարդկանց համար ոգի այն ամբարիշտների դեմ, որոնց ձեռքը մատնեցիր մեզ իբրև Սիոնին ծարավի տոչորված մարդկանց։ Եբրայերենում կյանք եղար Սիոնի մեջ բնակվող անիրավացիների համար, ինչպես ջուրը ծարավից նվաղած մարդկանց համար։ Այսքան զրկանքներ կրեցինք անհավատներից, որոնց ձեռքը մատնեցիր մեզ, բայց ինչպես տապը չքանա, երբ երկինքն ամպերով ծածկվի, նույնպես էլ հզորների զորությունը պիտի խոնարհվի Տիրոջ առաջ։ Տերը սրբում է արցունքները։ Զորությունների Տերն այնպես պիտի անի, որ բոլոր հեթանոսներն այս լեռներում ուրախություն վայելեն, գինի խմեն, օծվեն մրուրից, մաքրված յուղով և հանգչեն այս լեռների վրա։ Պատմիր սա բոլոր հեթանոսներին, քանզի բոլոր ազգերի համար Տերն այս խորհուրդն ունի։ Մահը զորացավ և կուլ տվեց, բայց Աստված բոլորի երեսից արցունքն իսպառ պիտի կտրի, ժողովրդի նախատինքը պիտի վերացնի ամբողջ աշխարհից։ Քանզի սա Տիրոջ բերանը խոսեց, ինչպես ամպի հովանին հաղթահարում է տապը, այնպես էլ նա պիտի ընկճի հզորների բազուկները։ Ու այն օրը պիտի ասեն. «Ահա մեր Տեր Աստվածը, որի վրա հույս էինք դրել մենք. Նա փրկեց մեզ, քանզի նա է Տերը, որին սպասում էինք. եկեք ցնծանք և ուրախանանք մեր փրկությամբ»։ Աստված պատժում է Մովաբին։ Աստված մեզ հանգիստ է պարգևելու այս լեռներում, իսկ Մովաբացին ոտքի կոխան պիտի լինի։ Ինչպես որ օրանն է ճզմվում կամնասայլի տակ, Տերն իր ձեռքերը պիտի երկարի այնտեղ, և այդպես նրան պիտի թշվառացնի ու կործանի։ Հողին պիտի հավասարեցնի նրա հպարտությունը, նրա վրա տարածելով իր ձեռքերը, քո բարձր պարիսպների ամրությունը պիտի խոնարհեցնի, գետնին հավասարացնելով այն։ Գլուխ 26. Տիրոջն ապավինած քաղաքի երգը։ Այն օրը Հրեաստան երկրում այս երգն են երգելու. Ահա մեր զորավոր քաղաքը և մեր փրկությունը, որ կանգնելու է ինչպես պարիսպ ու պատվար։ Բացեք ձեր դռները, թող մտնի ժողովուրդը, որ հարգում է արդարությունը, պահպանում ճշմարտությունը, որ հոգում է ճշմարտության մասին և ապահովում խաղաղությունը։ Հույսով ապավինեցինք քեզ հավիտենապես, ով Տեր, դու, որ խոնարհեցրիր և ներքև իջեցրիր բարձունքների բնակիչներին, հզոր քաղաքներն են կործանում և գետնին հավասարեցնում դրանք, հեզ ու խոնարհ մարդիկ կոխոտում և աղքատները ոտքի տակ են տալիս դրանք։ Բարեպաշտների ճանապարհներն ուղիղ են, հարթ ու դյուրին են աստվածպաշտների ճանապարհները։ Տիրոջ ճանապարհներն արդար են։ Քո անունն ենք ապավինել մենք և քո հիշատակին, որին տենչում է մեր հոգին։ Գիշերով իմ հոգին դեպի քեզ է շտապում, Աստված, քանզի քո հրամանները լույս են երկրի վրա։ Արդարություն սովորեցեք, ով երկրի բնակիչներ, որովհետև ամբարիշտը պապանձվեց, ով երկրի վրա արդարություն չի ուսանում, նա ճշմարիտ բան չի կատարի։ Թող կորչի ամբարիշտը, որպեսզի չտեսնի փառքը Տիրոջ։ Տեր բարձր է քո բազուկը, բայց նրանք դա չգիտեն։ Պիտի գիտենան և ամաչեն,
վրեժխնդրությունը պիտի սպառնա չխրատվող ժողովրդին, եւ այժմ էլ թող կրակը լափի հակառակորդներին։ Տեր Աստված մեր, տուր մեզ խաղաղություն, դու, որ ամեն ինչով վարձատրել ես մեզ։ Տեր Աստված մեր, թող քոնը լինենք մենք, քեզնից բացի ուրիշ ոչ ոքի չգիտենք ով Տեր, եւ քո անունն ենք տալիս։ Իսկ մեռածները կյանքը չեն տեսնելու, բժիշկները հարություն չեն կարող տալ։ Դրա համար էլ ոչնչացրիր ու կորստյան մատնեցիր նրանց բոլոր արուներին, դու նրանց գլխին չարիք կուտակեցիր ով Տեր, չարիք ավելացրիր երկրի փառավորվածների վրա, տարածեցիր աշխարհի բոլոր կողմերում։ Տեր, նեղության մեջ հիշեցինք քեզ, որովհետև քո տված փոքր նեղությունը խրատ է մեզ համար, ինչպես որ երկնքի մեջ գտնվողը, որ մոտ է ծննդաբերելու, ճչում է իր ցավերից, այդպես եղանք նաև մենք քո երկյուղից Տեր, մենք, որ քո սիրելին ենք, հղիացանք երկնքով, բռնվեցինք, ծնեցինք ու երկրի վրա ստեղծեցինք փրկության քո ոգին։ Այլևս մենք չենք կործանվի, կկործանվեն աշխարհի բնակիչները, պիտի հառնեն ու կանգնեն մեռածները, որոնք գերեզմաններում են և ուրախանալու են երկրի վրա, որովհետև այն ցողը, որ քեզնից է, բժշկություն է նրանց համար։ Իսկ ամբարիշտների երկիրը պիտի կործանվի։ Գնա, ով իմ ժողովուրդ, մտիր քո շտեմարանները, փակիր քո դռները, թաքնվիր միաժամանակ, մինչև որ անցնի Տիրոջ բարկությունը։ Քանզի Տերն ահավասիկ իր սրբարանից բարկությունից է բերում երկրի բնակիչների վրա, իսկ երկիրը պիտի ցույց տա իր արյունը և չպիտի թաքցնի սպանվածներին։ Գլուխ 27 Տիրոջ այգին։ Այն օրը Տերը պիտի քաշի սուրբ մեծ ու հզոր սուրը փախչող վիշապ օձի վրա, գալարվող վիշապ օձի վրա ծովի մեջ սպանելով վիշապին։ Այն ժամանակ մի սքանչելի այգի է լինելու, որին տիրանալը ցանկալի պիտի լինի։ Ես մի անառիկ քաղաք եմ, քաղաք, որին պաշարելը զուր է։ Ես պիտի հարբեցնեմ նրան, որ գիշերը գրավվի, իսկ ցերեկը խորտակվի նրա պարիսպը։ Չեղավ մեկը, որ ձեռք չտար նրան, ով է, որ կօգնի ինձ ագարակի մեջ պահպանելու արտի հունձը, սրա համար պատերազմողին այսուհետև պիտի անարգեմ, ահա թե ինչու Տերը կատարեց այն ամենը, ինչ որ կարգադրեց։ Այրվեցինք, ասում են, ու բողոքում նրա բնակիչները։ Եկեք նրա հետ խաղաղություն պահենք, Հակոբի հավաքված որդիները նոր տունկի նման պիտի ընձյուղներ տան, պիտի ծաղկի Իսրայելը և աշխարհը պիտի լցվի նրա պտղով։ Միթե սա այնպես պիտի վիրավորվի, ինչպես որ նա հարվածեց նրան, կամ այնպես պիտի սպանվի, ինչպես որ սպանեց նրան։ Նա պատերազմով ու նախատինքով է արձակելու նրանց։ Դու չէիր արդյոք, որ խստասրտորեն և բարկացած հոգով մտածում էիր սպանել նրանց։ Ուստի Հակոբի անօրենությունը պետք է վերանա, և այս է լինելու նրա օրհնությունը, երբ ազատեմ նրան իր մեղքերից։ Այն ժամանակ նրա մեհյանների բոլոր քարերը մանր փոշու պես պիտի փշրեն, այլևս չեն պահպանվելու նրանց պաշտամունքի կուռքերը, այլ կտոր-կտոր պիտի արվեն, ինչպես մայրի ծառը փայտահատի ձեռքով։ Եթե մի շեն վայր մնա, ապա պիտի վերածվի այնպիսի տեղի, ուր հոտն է մակաղելու կամ ուր լքված ոչխարներն են լինելու, երկար ժամանակ անասունների արոտավայր է դառնալու այն, որտեղ և նրանք հանգրվանելու են։ Երկար ժամանակ անց այնտեղ դալար բույս չի գտնվելու, որովհետև այդ տեղը պիտի չորանա։ Ով կանայք, որ ահա գալիս եք հանդեսից, առաջ եկեք դուք, որ այն ժողովուրդը չեք, որն իմաստուն է։ Ահա թե ինչու ձեզ չի գթալու Աստված,
նա որ ստեղծել է ձեզ, ձեր արարիչը ձեզ չի ողորմելու։ Այն օրը Տերն արգելք պիտի դնի գետի փոսից մինչև Ռինոկորուրի կողմերը, բայց դուք մեկ առ մեկ հավաքեցեք իսրայելացիներին, այն օրը պիտի հնչեցնեն մեծ փողը, և նրանք, ովքեր ցրված են Ասորեստանի երկրում ու կորած Եգիպտոսի երկրում, պիտի վերադառնան և Երուսաղեմի սուրբ լեռան վրա երկրպագեն Տիրոջը։ Գլուխ 28. Ուրվական Սամարիայի վրա։ Վայ Եփրեմի վարձկաններիդ, հպարտության պսակին, փառքից թառամած մի ծաղիկ, փարթամ լեռան գագաթին, դուք հարբած եք, բայց ոչ գինուց, ահավասիկ Տիրոջ ահավոր ու խիստ բարկությունը, որ թափվում է ինչպես կարկուտ, և ապաստանելու ոչ մի տեղ չկա, նա նման է բուռն հեղեղներին ու հորդառատ ջրերին, որ ողողում են երկիրը և երկրին հանգստություն է բերելու։ Եփրեմի վարձկաններիդ հպարտության պսակը ոտքի կոխան պիտի լինի, և բարձր լեռան գագաթին լուսո ծաղիկը փառքից պիտի թառամի, ինչպես վաղահաս թուզ, որ երբ որևէ մեկը նկատում է, դեռ ձեռքը չառած ուզում է կուլ տալ։ Այն օրը զորությունների Տերը հույսին նրբահյուս պսակ պիտի դառնա, պատրաստված ի փառը ժողովրդի մնացորդների, որպեսզի նրանք լինեն հոգով արդար ու դատաստանի երկյուղով հետ կանգնեն ծուլությունից։ Արդարև նրանք մոլորված են գինիով, նրանք իրենց կորցրին օղու համար, քահանան ու մարգարեն օղու համար հիմարացան, գինու համար ցնորվեցին, օղով հարբած նրանք դանդաղեցին ու մոլորվեցին, որովհետև դա ինքնին հիմարություն է։ Թող այդ մոլորությունն անեծքի բաժին դառնա, որովհետև այդ մոլությունը ագահությունից է։ Ում պատմենք չարիքների մասին, ում գուժենք այդ կաթից բաժանվածներին, կրծքից կտրվածներին, ոչ, ընդունիր նեղություններ նեղությունների վրա, ընդունիր կասկածներ կասկածների վրա, մի քիչ էլ ընդունիր շրթունքներիդ անձգամության համար, այդ ժողովրդի հետ խորտ լեզվով պիտի խոսեն, և ասեն դրանց, թե քաղցածի հանգիստը դա է, և դա է աղետը, բայց նրանք չեն կամենում լսել։ Հետևապես նրանց է ուղղված Տիրոջ խոսքը. ընդունիր նեղություններ նեղությունների վրա, ընդունիր կասկածներ կասկածների վրա, մի քիչ էլ ընդունիր, մինչև որ գնան, թիկունքի վրա տապալվեն, խորտակվեն, տանջվեն ու մեռնեն։ Ընտիր անկյունակար Սիոնի համար։ Ուրեմն լսեցեք Տիրոջ խոսքը, ով նեղված մարդիկ և Երուսաղեմի ժողովրդի իշխաններ։ Դուք ասացիք. ուխտ կնքեցինք դժոխքի հետ և դաշինք կռեցինք մահվան հետ։ Եթե փոթորկվող մրրիկ էլ բարձրանա, մեզ վրա չի գա, քանզի սուտը մեզ համար հույս դարձրինք, ուրեմն ստությամբ էլ կպաշտպանվենք։ Ահա դրա համար էլ այսպես է ասում Տեր Աստված. ահա ես Սիոնի հիմքում մեծագին քար եմ դնում, պատվական ու ազնիվ անկյունակար նրա հիմքում, և ով որ հավատա նրան չի ամաչի, հույսով պիտի հաստատեմ իմ իրավունքը և կշեռքով իմ ողորմությունը, և իզուր իրենց հույսը պիտի դնեն ստության վրա, ասելով թե մեզ չի հասնի մրրիկը, չի վերացնի մահվան հետ կնքած մեր ուխտը։ Ձեր հույսը, որ դժոխքի վրա է, չի հաստատվելու, որովհետև եթե փոթորկվող մրրիկը սպառնա, ոտքի տակ պիտի գնաք, իսկ երբ այն գա անցնի, պիտի վերցնի ու տանի ձեզ։ Առավոտից առավոտ, օր ու գիշեր պիտի անցնի, և դուք պիտի լինեք չարիքների կասկածի մեջ։ Ով դուք նեղյալներ, սովորեցեք լսել, մարտնչել
եւս չենք կարող, որովհետեւ երբ հավաքվեցինք, տկարացանք ինչպես ամբարիշտների լեռը։ Տերը բարկությամբ լի առնելու է գաբավոնացիների հովտում եւ կատարելու է իր գործը, դառն գործը, քանզի նրա բարկությունը օտարի պես է դատելու եւ օտարի պես է վրա հասնելու նրա դառնությունը։ Իսկ դուք մի ցնծացեք, որ չամրանան ձեր կապանքները, քանզի Տիրոջից, զորությունների Տիրոջից լսեցի այնպիսի հաստատուն ու կտրուկ բաներ, որ նա կատարելու է ողջ երկրի վրա։ Աստծու իմաստությունը։ Ունկնդիր եղեք եւ անսացեք իմ ձայնին։ Ուշ դրեք եւ լսեցեք իմ խոսքերը։ Միթե հերկվորն ամբողջ օրը կհերկի, կամ միթե սերմը նախապես կցանի, քանի որ նա հողմը չի հերկել։ Միթե նախ նրա երեսը չի փխրեցնի, հետո մի փոքր արջնդեղ եւ չաման չի ցանի, ապա սահմանված տեղում ցորեն ու գարի, կորեկ ու հաճար չի սերմանի, իսկ դու պիտի սովորես դա քո Աստծո արդարությամբ, որով եւ ուրախ ես լինելու։ Արջնդեղ կալցելով չի մաքրվի եւ կամնասայլի անիվը չամանի վրա չեն պտտեցնի։ Արջնդեղը թակիչով է ծեծվում, անջատվում, իսկ չամանը հացով է ուտվում։ Բայց ես ձեզ վրա հավիտյան չպիտի բարկանամ, եւ ոչ էլ իմ դառնության ձայնն է ձեզ ճնշելու։ Այս իմաստուն գործը եղան զորությունների Տիրոջից, արդ մտածեցիք եւ վերացրեք ձեզնից ձեր ունայն մխիթարությունը։ Երուսաղեմի ճակատագիրը, գլուխ 29։ Վայ քեզ, Արիել քաղաք, Արիել, որը Դավիթը պաշարեց, քանզի տոները խառնվեցին իրար։ Արմտիկ հավաքեցեք եւ տարեց տարի կերեք Մովաբի հետ միասին։ Ես նեղը պիտի գցեմ Արիելին, որ նրա զորությունն ու մեծությունը իմը լինեն։ Ես Դավթի պես պիտի պաշարեմ քեզ, պատնեշեմ քեզ շուրջանակի եւ քո շուրջ բոլորը աշտարակներ պիտի կանգնեցնեմ, եւ քո խոսքերը դեպի հողը պիտի խոնարհվեն, քո պատգամները գետնի մեջ մտնեն, քո կանչը պիտի լինի ինչպես վհուկներինը, եւ հողի ընդերքում քո ձայնը պիտի տկարանա։ Ամբարիշտների մեծությունը պիտի դառնա անվի փոշու նման, քեզ զրկողների բազմությունը մաղված խնկի պես, եւ մի ակնթարթում այցելությամբ պիտի գա զորությունների Տերը թնդյունով, որոտումով ու բարձրաբարբառ կանչով, փոթորկված մրկով եւ լափ հող կրակի բոցով, ինչպես գիշերվա երազի մեջ հայտնված տեսիլքում, բոլոր հեթանոսների բազմությունը հարձակվելու է Երուսաղեմի եւ այնտեղ հավաքվածների վրա, նաեւ նրանց վրա, որոնք նեղում են նրան։ Բայց ինչպես որ երազի մեջ քաղց են զգում եւ ուտում ու արտանալով տեսնում, որ դա սին երազ էր, եւ կամ ինչպես մեկը, որ երազում ծարավում է եւ խմում ու արտանալով նորից ծարավ է մնում, եւ իզուր է անցնում հոգու այդ ցանկությունը, այդպես պիտի լինի նաեւ բոլոր հեթանոսների մեծությունը, որոնք զորքով հավաքվեցին եւ ելան ընդդեմ Երուսաղեմի եւ Սիոն լեռան։ Անընթեռնելի պատգամ։ Ապշահար եղաք, հիմարացաք, թմրեցիք, էլ ավելի թմրեցիք, հարբեցիք, բայց ոչ գինուց եւ ոչ էլ օղուց, քանզի Տերը ձեզ հիմարության ոգի խմեցրեց եւ խցանեց ձեր մարգարեների, ձեր իշխանների ու ձեր տեսանողների աչքերը։ Թող այս բոլոր պատգամները ձեզ համար լինեն ինչպես կնքված նամակի խոսքեր, որը երբ տան որևէ գրագետ մարդու եւ ասեն նրան ընթերցիր այդ, պիտի ասի չեմ կարող ընթերցել, որովհետև կնքված է։ Եվ նույն գիրը պիտի տան մի մարդու ձեռքը, որը տառեր չի ճանաչում եւ ասեն նրան ընթերցիր այդ, նա պիտի պատասխանի կարդալ չգիտեմ։ Տերն ասում է. այս ժողովուրդը մոտ է ինձ իր բերանով, իր շրթունքներով է մեծարում ինձ,
բայց սրտով հեռացել ու մեկուսացել է ինձնից։ Զուր է ինձ պաշտում, մարդկանց պատվիրաններն ու վարդապետություններն է ուսուցանում։ Դրա համար ես էլ պիտի փոխեմ այդ ժողովրդին, պիտի այլափոխեմ նրան, պիտի կորցնեմ իմաստունների իմաստությունը և արամարեմ խորհրդականների խորհուրդները։ Ստեղծողն իմաստուն է իր ստեղծածից։ Վայ նրանց, ովքեր խորին խորհուրդներ են խորում, բայց առանց Տիրոջ։ Վայ նրանց, ովքեր թաքուն խորհուրդներ են խորում ու նրանց գործերը խավարի հետ են։ Նրանք ասում են. ով կտեսնի մեզ, ով պիտի իմանա, թե ինչ ենք անում։ Բայց չէ որ դուք բրուտի կավ եք, միթե ստեղծվածն իր ստեղծողին կասի, թե դու չես ստեղծել ինձ, կամ արարածն արարչին, թե իմաստությամբ չես արարել ինձ։ Շատ չէ, քիչ ժամանակ կանցնի և Լիբանանը կդառնա ինչպես Քերմել լեռը, իսկ Քերմել անտառ կհամարվի։ Այն ժամանակ խուլերը պիտի լսեն այդ գրվածքի խոսքերը, և խավարի ու մեգի մեջ գտնվող կույրերի աչքերը պիտի տեսնեն, աղքատներն ուրախությամբ պիտի ցնցան Տիրոջ համար, և հույսը կորցրած մարդիկ պիտի լցվեն խնդությամբ։ Անօրենը պիտի վերանա, ամբարտավանները պիտի անհետ կորչի, անիրավները պիտի ոչնչանան չարիքների մեջ։ Նրանց հետ նաև նրանք, ովքեր խոսքով ստիպում էին մարդկանց մեղանչել, իրենց հանդիմանողների բոլորի դռների թակարդ էին լարում ու անարդարությամբ ծռում իրավունքը։ Ուստի և Տերն այսպես է ասում Հակոբի տան մասին, որ նա ընտրեց Աբրահամից. հիմա Հակոբը չի ամաչելու, Իսրայելը հիմա երեսի գույնը չի փոխելու, բայց երբ նրանց որդիները տեսնեն իմ գործերը, պիտի սրբացնեն իմ անունը, պիտի սրբացնեն Հակոբի սրբին ու պիտի երկնչեն Իսրայելի Աստծուց։ Հոգով մոլորվածները պիտի ճանաչեն իմաստությունը, տրտնջացողները պիտի սովորեն հնազանդվել, թոթովախոս լեզուները պիտի սովորեն բարբառել խաղաղություն։ Գլուխ 30 Ամոթալի դաշինք Եգիպտոսի հետ։ Այսպես է ասում Տերը. վայ ձեզ ապստամբ որդիներ, քանզի խորհուրդ եք անում, բայց ոչ իմ կամքով, դաշինք եք կռում, բայց ոչ իմ հոգով, մեղքերի վրա մեղքեր եք բարդում առանց ինձ հարցնելու, գնում իջնում եք եգիպտացիների երկիրը, փարավոնից օգնություն գտնելու և եգիպտացիների ձեզ թիկունք դարձնելու։ Բայց փարավոնի պաշտպանությունը ձեզ համար ամոթ է լինելու, իսկ եգիպտացիներին ապավինելը նախատինք։ Քանզի Տայանիս երկրում իշխանները չար պատգամաբերներ են, զուր տեղը ջանք կթափեն մի ժողովրդի համար, որից ոչ շահ և ոչ էլ օժանդակության ու օգուտ է լինելու իրենց, այլ ամոթ ու նախատինք։ Տեսիլք անապատում նեղության և տառապանքի մեջ գտնվող չոր քոտանիների մասին։ Առյուծն ու առյուծի կորյունը և իժերն ու թռչող իժերի ձագերը իրենց գանձերը բարձած էշերին և իրենց հարստությունը դրած ուղտերի վրա գնում են մի ազգի մոտ, որից իրենց օգուտ ու օժանդակություն չի լինելու, այլ ամոթ ու նախատինք։ Եգիպտացիներին, որոնք իզուր և ապարդյուն են օգնում ձեզ, հայտնիր, զուր է ձեզնից ստացած մեր մխիթարանքը։ Անհնազանդ ժողովուրդը։ Արդ նստիր ու գրիր տախտակի վրա և գրքի մեջ, որպեսզի դա պահպանվի իր ժամանակի համար և հավիտյանս հավիտենից։ Քանզի ժողովուրդն անհավատ է, որդիները սուտ, որոնք չկամեցան հետևել Աստծու օրենքին։ Նրանք մարգարեներին ասում էին. մի մարգարեացեք, այլ խոսեցեք մեզ հետ ու մեզ պատմեցեք մի այլ մոլորության մասին, մեզ հետ դարձրեք
Այդ ճանապարհից հեռացրեք մեզ այդ շավղից, մեր միջից հանեցեք Իսրայելի Աստծո օրենքները։ Դրա համար էլ այսպես է ասում Տերը Իսրայելի Սուրբը, որովհետև դուք անարգեցիք այդ խոսքերը եւ ապավինեցիք սնոտի ստին, տրտնջացիք եւ հույս դրիք դրա վրա, այդ պատճառով էլ ձեր մեղքերը ձեզ համար պիտի դառնան այն անառիկ քաղաքի իսկույն խորտակված պարսպի պես, որը գրավված է եւ որին հասել է հանկարծակի կործանում։ Նրա կործանումը նման է լինելու բրուտի խեցե անոթի ջարդվելուն, այնքան մանր փշրված, որ որևէ մեկը դրանից մի կտոր էլ չգտնի, որպեսզի դրանով կրակ վերցնի եւ կամ կարողանա մի քիչ ջուր առնել։ Խուճապահար փախուստ։ Այսպես է ասում Տերը Իսրայելի Սուրբ Աստվածը. երբ դարձի գաս եւ հոգոց անես, այն ժամանակ կապրես եւ կիմանաս, թե որտեղ ես գտնվում, որովհետեւ հույսը դրել է իր սնոտի բաների վրա։ Դրա համար էլ սնոտի դարձավ եւ ձեր զորությունը։ Դուք չէիք կամենում լսել, այլ ասում էիք. մենք կփախչենք մեր երիվարներով, դրա համար էլ փախստական պիտի դառնաք։ Ասում էիք. մենք կփախչենք մեր արագընթաց երիվարներով, դրա համար առավել արագընթաց պիտի լինեն նրանք, որոնք ձեզ հալածելու են։ Քանզի մեկի աղաղակից 1000-ը պիտի փախչի, 5-ի աղաղակից 10,000-ը, մինչև որ մնաք լեռան վրա ցցված ձողի նման եւ կամ ինչպես բլրի վրա կանգնեցված քարակոթող։ Սակայն շուտով Աստված նորից գթալու է ձեզ, վեր է կենալու, որպեսզի ողորմի ձեզ։ Տեր Աստված մեր դատավորն է, երանի բոլոր նրանց, ովքեր սպասում են նրան, որովհետև արդար ժողովուրդը պիտի բնակվի Սիոնում, եւ Երուսաղեմը լալով պիտի պաղատի, թե ողորմիր ինձ։ Պիտի ողորմի քեզ, պիտի գթա քո ձայնին ու աղաղակին, հենց որ տեսնի, որ եւ լսի քեզ։ Տերը նեղության մեջ քեզ հաց եւ թշվառության մեջ ջուր պիտի տա։ Էլ քեզ չեն մոտենալու նրանք, ովքեր մոլորեցնում էին քեզ, որովհետև աչքերդ բացվելու են քեզ մոլորեցնողների հանդեպ, եւ ականջներդ քեզ մոլորեցնողների հետևից լսելու են նրանց ասած խոսքերը, թե սա է ճանապարհը, այստեղով գնանք, եւ կամ թե դեպի աջ կամ դեպի ձախ։ Դու պիտի պղծես արծաթապատ ու ոսկեպատ կուռքերը, պիտի փշրես դրանք եւ թափես ինչպես դաշտանի ջուր, ինչպես աղբ պիտի հեռացնես դրանք, այն ժամանակ քո հողի սերմերի համար անձրև պիտի լինի, քո հողի հացն ու բերքը պիտի լինեն առատ եւ ուրթի, եւ այն օրը քո հոտերը պիտի արածեն փարթամ ու ընդարձակ վայրերում, ձեր արջառներն ու եզները, որոնք հողն են վարում, պիտի ուտեն հարդ խառնված գարու հետ, որ բերելու են կալից։ Այն օրը բոլոր բարձր լեռների եւ բոլոր բարձրաբերձ բլուրների վրա ջուր պիտի բխի, երբ ոչնչանան շատերը եւ կործանվեն աշտարակները։ Այն օրը լուսնի լուսն արեգակի լույսի պես պիտի լինի, իսկ արեգակի լույսը պիտի լինի 7 նապատիկ շատ։ Պիտի դառնա 7 օրվա լույսի չափ, եւ Տերը պիտի բուժի իր ժողովրդի կրած հարվածը, պիտի բուժի քո վերքերի ցավերը։ Աստված պատժելու է Ասորեստանը։ Ահավասիկ երկար տարիներ ու բազում ժամանակներ անց պիտի գա Տիրոջ անունը, բարկությամբ վառված եւ փառքով լի։ Բարկությամբ լի են լինելու նրա շուրթերի ու բերանի խոսքերը, նրա բարկությունն ու ցասումը կրակի պես պիտի լափեն։ Իսկ նրա հոգին, ինչպես ձորը լցվող հորդահոս հեղեղ, պիտի հասնի մինչև պարանոցը։ Եվ պիտի բաժանի եւ խռովության մատնի ազգերին, իրենց սնոտի մոլորության համար, պիտի հալածի նրանց մոլորությունը եւ նրանց հանի միմյանց դեմ։ Միթե դուք անապաս ուրախությամբ պիտի մտնեք իմ սրբությունները, միթե ամեն ժամ տոնախմբություններով, ցնծությամբ ու փողերով պիտի մուտք գործեք Տիրոջ լեռը, Իսրայելի Սուրբ Աստծո մոտ։ Տերը լսելի պիտի դարձնի իր փառավոր ձայնը, ցույց պիտի տա իր բասկի զայրույթը սրտմտությամբ
ու ցասման ամենակուլ բոցով, կրակ սփռող իր ահավոր բարկությամբ, ինչպես և ջրհեղեղով ու սաստկատարափ կարկուտով։ Ասորեստանցիները պիտի ընկճվեն Տիրոջ ձայնից և այն հարվածներից, որ նա հասցնելու է նրանց, և իրենց օգնականները, որոնց վրա հույս էին դրել, ամեն կողմից շրջապատման մեջ են առնելու նրան, փողերով ու թմբուկներով, նրանք շատ անգամ փոխնիփոխ պիտի կռվեն նրանց դեմ, ու ոչ թե վաղօրոք, այլ հենց ժամանակին վրեժխնդիր պիտի լինեն նրանց։ Եվ արդ միթե ձեզ համար ևս նախատեսված է թագավորել։ Խոր ձորի մեջ փայտ է դիզված, մեծ փայտակույտն է բորբոքվել հրով, Տիրոջ զայրույթն է բորբոքված, ինչպես ծծմբով լի ձոր։